Հայրենակիցներ, հարգելի հյուրեր, սիրելի ներկաներ, նախ ողջունում ենք բոլորիդ, շնորհակալ ենք սիրելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, որ չեք մերժել մեր հրավերը եւ այսօր ներկա եք քննարկմանը։ Այսօր առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնությունը հերթական քննարկումն է կազմակերպել, որի խորագիրը այսպես ենք մենք ձևակերպել նոր տնտեսական քաղաքականություն։ Նախ մինչ այդ թույլ տվեք հիշեցնել, որ այս ամիսների ընթացքում առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում մի շարք կարևոր ոլորտային հայեցակարգեր են արդեն իսկ հանրության դատին ներկայացվել, որոնց թվում են նաև ներդրումային քաղաքականության եւ արդյունաբերության զարգացման հայեցակարգը, Հայաստանին անհրաժեշտ տնտեսական եւ ենթակառուցվածքային մեգանախագծերը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգերի խնդիրների վերլուծությունն ու առաջարկվող լուծումները, կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ առաջարկները, արտակարգ իրավիճակների ծառայության բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև երաշխավորված խաղաղության հայեցակարգը։ Օգտվելով առիթից նաև ուզում եմ նշել, որ առաջիկայում կներկայացվի նաև մեր հայրաքաղաք Գյումրու զարգացման հայեցակարգը, որը լրիվ այլ մոտեցում է ունենալու եւ նպատակ է ունենալու տարիների ընթացքում կուտակված մի շարք խնդիրներին ի վերջո տա վերջնական լուծումներ։ Վերադառնալով այսօրվա թեմային, նախ ուզում ենք արձանագրել, որ առաջարկ Հայաստանին ծրագրի կարևորությունը մեզ համար այնքանով է, որ այս հարթակը դարձել է միավորող եւ համախմբող հարթակ բոլոր քաղաքական, մասնագիտական, հասարակական սեկտորների ներկայացուցիչներին եւ այստեղ մենք առաջարկում ենք այնպիսի հայեցակարգեր, որոնք իրականում միտված են Հայաստանի տնտեսական վերածննդին եւ կայուն ապագային։ Այս շրջանակներում ուզում ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եւ մեր երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը մի շարք խնդիրներ են արձանագրում, որոնք նաև տնտեսական տարբեր ոլորտներում թողնում են իրենց ազդեցությունը։ Էլի, եթե այսպես թվարկենք, ապա աղքատության բարձր մակարդակը, փոքր եւ միջին բիզնեսի ծանր վիճակը, ներդրումային միջավայրի սահմանափակ հնարավորությունները գալիս են ապացուցելու մեկ հստակ բան, որ այսօր գործող տնտեսական մոտեցումները սպառել են իրենց եւ Հայաստանին այլևս անհրաժեշտ է սպառողական, տնտեսական մոդելից անցում կատարել դեպի ներդրումային եւ արդյունաբերության զարգացման մոդել։ Հենց այդ նպատակով էլ այսօր կազմակերպել ենք այս քննարկմանը եւ հրավիրել ենք մեր հարգելի հյուրերին բանախոսներին, որոնց հետ էլ կփորձենք հասկանալ, թե ինչ է ի վերջո իրենից ներկայացնում այդ նոր տնտեսական քաղաքական մոդելը։ Եվ առաջին իսկ խոսքի հնարավորությունը սիրով ուզում եմ փոխանցել իմ գործընկերոջը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանին, ով առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում կներկայացնի իր իսկ կողմից մշակված նոր տնտեսական քաղաքականության 10 առաջնահերթ քայլերը։ Խնդրեմ։